Դանիելյան, եւս մեկ հարց, տեսեք, Արմավիրի մարզի տարբեր համայնքի ղեկավարներ, պաշտոնյաներ, նաեւ հիշեք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը տարբեր հանդիպումներ էին ունենում բիզնեսմենների, գործարարների հետ եւ ուղղորդում էին, որպեսզի նրանք ընտրեին իրենց իշխանական թևի ներկայացուցիչին։ Հիմա ինչ է ստացվում։ Իրենց պարագայում այս քայլերը ողջունելի են, բայց եթե ընդդիմադիր դաշտում են, նրանք հայտնվում են ոստիկանությունում, քննչական բաժանմունքում։ Տեսեք, քիչ առաջ էլ ես ասեցի, փաստերը կան, որ դեռ ընտրական process-ները չսկսած, քաղաքապետարանին պատկանող տեխնիկան Էջմիածնում զբաղված էր պլակատները փակցնելով։ Փաստեր կան, որ միջև ընտրությունները, այսպես ասած, այդ քարոզարշավը սկսվել էր եւ չգիտեմ, սեղաններ են գցում, իբր բարեգործական ծրագրեր էին անում, նաեւ մեկ տեղեկություններ ունենք եւ դրա մասին ասել ենք, որ ուրեմն պաշտոնյաներ պետական ապարատում աշխատող մարդկանց հրահանգ էր իջեցվել, որ պետք է ակտիվ մասնակցեն ընտրություններին, պետք է անպայման գնան եւ ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մենք տեսնում ենք այդ ընթացքում ձեր ասած գործարարների հետ այդ հանդիպումների ֆորմատը, մենք տարբեր ահազանգներ ենք հնչեցրել։ Չէ, ես ուզում եմ ասեմ, եթե դա արգելված է, եթե դա ուրեմն քրորեն հետապնդելի արարք է, ուրեմն առաջինը դուք եք այդ ամեն ինչ արել։ Առհասարակ ընտրություններում նամանավանդ ընդդիմադիր ուժերը հաստատ ես համոզված ասում եմ, որ օրենքի տառին համապատասխան են աշխատում, որովհետև մինչև ընտրություններն էլ մենք տեսնում ենք անգամ ավականու տեխնացու առաջադրվող անձանց, ես ինքս Տավուշի օրինակով եմ ասում, ընդդիմադիր ավականու տեխնացու առաջադրվող անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրում, անգամ չառաջադրվելու այլ ուժերի կողմից, այսինքն եթե ԿՊԱ-ական չես, ուրեմն դու իրավունք չունես ընտրացուցակներում ներգրավելու, այդ մարդկանց աշխատանքից ազատում են, այդ մարդկանց մերձավորներին աշխատանքից ազատում են, այլ բռնաճնշումը ո՞նց է լինում, այլ ռեպրեսիան ո՞նց է լինում, եւ այդ քիչ չի, մի հատ էլ հետընտրական process-ների մեջ արդեն հասկանալով, որ իրենք այլևս չեն վայելում ժողովրդի վստահությունը եւ սոցհարցումներն էլ ըստ իմ տվյալների նաեւ վերջին սոցհարցումներն են դրել Նիկոլ Փաշինյանի սեղանին եւ այդ սոցհարցումները իրեն ցնցումների մեջ է գցել, որովհետեւ սոցհարցումները շատ տխուր պատկեր է իր համար եւ ընդդիմադիր ուժերը բոլոր հնարավորությունները ունեն այս գալիք ընտրություններում հաղթանակ արձանագրելու եւ սրանից արդեն այս ընկելա ցնցումների մեջ եւ նման process-ները փորձում անի այն մնացած մարդկանց վախեցնելու, ճնշում գործադրելու, փորձելու որ զերծ պահեն իրենց ակտիվ մասնակցությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրական process-ներին ակտիվ մասնակցելու, իր ձայնը բարձրացնելու, իր տեսակետները հայտնելու, իր օրենքի շրջանակներում իր քարոզարշավը իրականացնելու։ Հիմա այդ բոլոր իրավունքներից ուզում են ընդդիմությանը զրկեն, մենակ քարոզարշավ անելու իրավունքը, այն էլ ոչ օրինական մեթոդներով ունի իշխանությունը։ Իշխանությունը իր ձեռքի տակ ունի ուժային համակարգը, եւ այդ ուժային համակարգը օգտագործվում է այս մեթոդներով, այս ձևով օգտագործվում է քաղաքական այլախոհներին ճնշելու։ Մենք գիտենք, որ 60-ից ավել արդեն քաղբանտարկյալ կա։ Այդ էլ քիչ է սրանց։ Մի հատ էլ ուզում են էլի ավելացնեն, էլի մի քանի տասնյակ ավելացնեն։ Այսինքն մթնոլորտ ստեղծելու ձև է եւ կարծում եմ, որ իմ խորին համոզմամբ իրենց մոտ ոչ մի բան չի ստացվելու, որովհետեւ մենք մեր համախոհները, ընդդիմադիր դաշտի բոլոր մարդիկ լավ հասկանում են, չէ՞ որ սրանց վերարտադրվելուց հետո հիմի են սենց սպահում իրենց։ Բա պատկերացնում եք, որ վերարտադրվեն ինչ կանեն։ Երևի քվե տված ընդդիմադիր ուժերին քվե տված մարդկանց հետևից արդեն կգնան, թե ինչի համար ես դու քվե տվել։ Ինչու ես դու քուվեն տվել ընդդիմադիր այս կամ այն ուժին, եւ դա էլ արդեն կքրեականացնեն։ Դե հիմա արդեն ընդդիմադիր լինելն է, չէ՞, քրեականաց իրենց ոչ պաշտոնապես ընդդիմադիր լինելը Հայաստանում քրեականացված է։ Եթե դու ընդդիմադիր ես, դու արդեն քրեական գործը պատրաստ է։ Քրեական գործը պատրաստ է ու կապ չունի։ Հայտնի խոսքը չէ, ասում է քրեական օրենսգիրքը գցեք, որ էջի վրա կանգնի, այդ գործով էլ կարան քրեական գործ հարուցենք։ Այս ամեն ինչը ավելի քան աբսուրդ է, ավելի քան անհեթեթ է։ Եվ այս առումով ես նաև ուզում եմ կոչ ըղել միջազգային կազմակերպություններին, պատկան մարմիններին,
իրավապաշտպան կառույցներին, միջազգային հանրությանը ի վերջո պետք է աչքները բացեն եւ հասկանան ինչ process-ներ է տեղի ունենում Հայաստանում։ Հերիքա պահեք այս բռնապետական դիկտատորական ռեժիմին, որը որ ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Իրենց երկրներում նման բան կատարվի կհանդուրժեն, իրենք կհանդուրժեն, որ օրինակ իրենց ընտրական process-ներին մասնակցող ուժերը կոչ անեն, որ ընտրեն իրենց ուժին եւ այդ ուժը հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Այդ ուժի ներկայացուցիչը կամ այդ ուժի քվեն տված մարդը